օրենսգիրքը որևէ կառուցակարգ խափաման միջոցների փոփոխության, երբ արդեն հստակ ժամկետը առկա է, այսինքն այդ 5 օր վաղ ներկայացնելու սահմանափակումը չի նախատեսում։ Հետևաբար, արդյոք դատախազությունը եւ քննչականը ամեն կերպ քաղաքական հետապնդման շրջանակներում երևի թե նույնիսկ երազում են տեսնել Սամվել Կարապետյանին կալանավորված, բայց իրենք ունեն մեծագույն խոչընդոտ։ Դա քրեական դատավարության օրենսգիրքն է։ Կամ Հայաստանի Հանրապետությունում թող գան արձանագրեն, որ քրեական դատավարության օրենսգիրքը դրվում է մի կողմ, կամ պարզապես պետք է ստիպված լինեն կրկին դիտարկել տնային կալանքի երկարաձգման միջնորդությունը, որի վերաբերյալ մենք ունենք առարկություն։ Պարոն Վարդևանյան, որ ԱԱԾ մեկուսարան են տեղափոխելու, չեն համապատասխանում իրականությանը։ Հիմա որտեղ է կարողանում։ Նաիրի բժշկական կենտրոնում է գրված, խնդրում հաստատեք Խնդրեմ հետևյալ կերպ նայենք։ Մենք հայտարարել էինք, չէ, որ առողջական որոշ հանգամանքներ են ի հայտ եկել։ Դա ինչ է իրենից ենթադրում։ Դա նշանակում է, որ պետք է անձը ստանա բժշկական օգնություն։ Բժշկական գաղտնիքից ելնելով եկեք ես այդ մանրամասները չբացահայտեմ, բայց այն, որ Սամվել Կարապետյանը բժշկական օգնության իրավունքի տիրույթում է, դա փաստ է, դրան ավելացնելու բան չունի։ Մի պարզ հարց էլի խնդրում եմ պատասխանել, որպեսզի մեր հեռուստադիտողները հասկանան։ Վերաքննիչի որոշումը ինչի մասին է, ինչ է նշանակում։ Ռուբեն Հակոբյանը մեզ ասել է, որ դա նշանակում է տնային կալանքը վերացվում է եւ ուժի մեջ է մտնում